Նախորդ պատարագին մենք ձեզ նկատել ենք կարգալույց եղած քահանա Տեր Արամի կողքին կանգնած եւ արձանագրել, որ դուք անվտանգության աշխատակցի գործառույթ եք իրականացնում։ Նախ ես շնորհակալ եմ, որ հիմա մենք կահանադառնում ենք։ Ես Հովանավանք շատ հաճախ եմ գալիս, սա մեր ընտանիքի եկեղեցին է կարելի ասել, իմ որդին ստեղ է կնքվել, նույն Տեր Արամն է կնքել։ Ես մասնագիտությամբ դերասան պրոդյուսեր եմ, ես ֆիլմեր արտադրող եմ, Ավագյան Production-ի հիմնադիրն եմ, մանկական ֆիլմերի հեղինակ։ Դուք քանի որ նախորդ անգամ անդրադարձել էիք, նկարը դրել էիք, ոնց որ այդ պահին ես Տեր Արամի կողքն էի, պատարագից հետո ողջագուրվելու նպատակով, ուղղակի որ դուք դրել էիք, տեսեք ձեր հարկերից սնվող ազգային անվտանգություն, կարգալույց, բան, ես ուղղակի չէի ուզենա մասնակից լինեի նման խոսակցություններին, ուզում եմ նույն սպասում էի ձեզ ձեր միջոցով հերքեին, որ ես կապ չունեմ նախ ուժային կառույցների հետ եւ կապ չունեմ ձեր ասած հարկերից սնվող, ասեմ ավելին աշխատանք էլ չունեմ, էլի որ հիմա դուք ասում եք այս կոնկրետ։ Իսկ ձեր որդուն երբ եք կնքել։ 22 թվականին։ 22 թվականին։ Մի տեսանյութ կա համացանցում, որտեղ ձեր տիկնոջ հետ վերջերս է, հա, այդ արարողությունը տեղի ունեցել, մկրտում եք։ Դե 22 թվին էր, էլի։ Բայց այդ տեսանյութը նոր է հայտնվել համացանցում։ Դե մենք ենք տեղադրել այն։ Որպեսզի ինչ ցույց տաք, որ աջակցում եք քահանային կարգալույց եղած։ Մենք քահանային չենք աջակցում, եկեք կանոններ չտանք, մենք աջակցում ենք մեր հոգևոր դասին, այն հոգևոր դասին, ովքեր որ իրականում պատարագ են անում եւ հասարակությանն ու հանրությանը մոտեցնում են հավատքին։ Իսկ թե որ մեր հոգևոր սնունդը երկար տարիներ մեջ չի տրամադրվել, դա ես իմ օրինակով եմ ասում ու չի ուզենա ընդհանուր խոսել, բայց մեր հասարակությանը այո, ես էլ իմ հերթին եմ կոչանում, որ ամուր կանգնեն եկեղեցու կողքին։ Եկեղեցու ում նկատի ունեք։ Ես անձերի մասին չեմ խոսում, ես անձերի կողքին կանգնած չեմ, ես կանգնած եմ եկեղեցու հավաքի։ Հիմա փաստացի եկեղեցու կողքը շատ բաներ են տեղի ունենում։ Եթե Կտրիշ Ներսիսյանը այն մարդն է, ինչի մասին որ խոսում են, ինքը կարգալույցով չի կարող, թող ժամանակը կպարզի դա։ Եթե Տեր Արամը կարգալույց էր եւ իրավունք չուներ պատարագ անելու, դա էլ ինձ թվում է մայրաթորը կպարզի։ Դրանք ժամանակի հարց են, բայց եթե իրականում եկեղեցու շուրջ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ինչ-որ իրադարձություններ են տեղում, դա փաստ է։ Այսինքն այստեղ որպես հավատացյալ եմ ներկա։ Ձեր նշած Տեր Արամին գիտեք ով է օծել քահանա։ Չէ, բայց ենթադրում եմ, որ կարգը ոնց կա մայրաթորում, մտածում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը կարող օծել, բայց լրատվամիջոցներում տեսանյութ բաներ տարածվել, թուղթեր տարածվել, որտեղ որ Արշակ Սրբազանն էր իր կարգալույց թղթի տակ ստորագրել։ Դուք ասում եք, որ քաղաքացիական անուն ազգանունով եք դիմում վեհափառին, ասում եք Կտրիչ Ներսիսյան, ըստ էության չեք ընդունում իր վեհափառ լինելը, բայց նույն անձը օծել է ձեր մատնանշած քահանային։ Նշանակում է դուք նաև իր օծումը չեք ընդունում։ Չէ, տեսեք, նախ օծումը ինչով են օծում։ Օծումը չեմ կարծում, որ կարելի է մարդու վրա ջնջել։ Սկսենք այդտեղից։ Կտրիչ Ներսիսյանի շատ վաղուց չեմ վստահում։ Շատ վաղուց։ Իսկ ի՞նչն է պատճառը, ինչ։ Որովհետև ես միշտ եմ խոսակցություններ լսել ու հենց հիմա անհամբեր սպասում եմ ինքը հերքի ու չի հերքում։ Արդեն եթե պետության համար մեկ դեմքով է իրան արդեն գնում խոսակցություն, որ դու երեխա ունես, կարգալույց եղած ես կամ խախտել ես ու ինքը չի խոսում, դա իմ համար արդեն փաստ է։ Իսկ ի տարբերություն Տեր Արամը խոսում է։ Տեր Արամը ասում է ինձ դուք սխալ եք կարգալույց արել, օրինակներ է բերում, որը որ ավելի հավատալի է եւ ավելի անպաշտպան է Տեր Արամը այս պահին, քան Կտրիչ Ներսիսյանը։ Զուտ այդ առումով։ Հիմա եթե Կտրիչ Ներսիսյանը կարողանա համոզել ինձ որպես հանրության անդամ կամ յուրաքանչյուրին, որ իրականում ինքը ամուսնացած չի, ինքը խախտումներ չի արել, ինքը չունի բիզնեսներ, ասենք ապահովիչի մոնոպոլիան Իրանը չի, զովքի հետ ինքը կապ չունի, երեխաներին չի բռնաբարել, անչափահաս տղա չի բռնաբարել։ Այսինքն ինչ ասում եմ, լրատվամիջոցներից ելնելով եմ ասում։ Եթե ինքը այս փաստերը կարում է հերքի, ուրեմն ինքը իմ կաթողիկոսն է, ուրեմն ինքը հայ առաքելական սուրբ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդն է ու ես իրա հովի ինքը որպես հովի, մենք որպես հովի անդամ։ Գիտեք, որ փաստացի դա տեղի չի ունենում, ինչով զարմանում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ նաև Վեհարան, Վեհարանը վեհափառից ազատելու կարգախոսով
Դուք ինքներդ մասնակցելու եք եւ այս process-ը ինչպես եք պատկերացնում։ Ես process-ը բացարձակ չեմ պատկերացնում, որովհետև եթե վարչապետը ինչ-որ բան ասում, ինքը գիտի ինչ ասում, թողանի։ Ես ոչ վարչապետի թիմից եմ, ոչ վարչապետի աշխատակից։ Սատարում եք իրեն։ Ես սատարում եմ Հայաստանյա Ծառայկելական եկեղեցին եւ սատարում եմ, որ մաքրվի եկեղեցին, իսկ դուք չեք սատարում, որ մաքրվի եկեղեցին։ Եթե միամիտ պարզվի հարգելի լիա, որ Կտրիչ Ներսիսյանը իրապես նման սրբապիղծ գործունեությամբ ա, դուք որպես լրագրող հասարակության մեջ լուրեր տարածող ինչ եք զգալու։ Բայց ձեզ պատկերացնում եք այդ արշավանքի մեջ։ Չեմ կարծում, չէ։ Այսինքն չեք գնա։ Չէ, Դուք ձեր ձևով եք պատկերացնում հայ առաքելական եկեղեցու կողքին լինելը։ Հայաստանյա Ծառայկելական Սուրբ եկեղեցին դա այն մաքուր տեղն է, որտեղ որ քաղաքացին պետքա գաս, հոգևոր սնունդ ստանա, ամենամաքուր տեղը պետքա լինի։ Եթե եկեղեցին այսօր մաքրման ինչ-որ process է ապրում, ես միայն դա ողջունում եմ, բայց ես դա չի ուզենա թուրու թվանքով լիներ, չի ուզենա մեկը մեկի հանդեպ ցեղ շպրտեր ու չի ուզենա որ մեկը մեկին վիրավորեր, ոնց որ կամ հերակա այս բաները գնում են։ Դա պետության եւ եկեղեցու դարավոր եկած պատմություն է, թող իրանք կարծում եմ իրանք կգտնեն էլի ճիշտ, բայց եթե ինձ եք հարցնում, երկուսն էլ մեծ մարդիկ են, կարելի է նստել խոսալ էլի որ մարդիկ կռիվ են անում, ինչ-որ մեկը մեծերից կանչում է, ասում է լավ ամոթ է, չէ, բարի շեք նստեք, խոսեք կամ ինչ-որ բան, հիմա դա չի արվում փաստացի։